Սիրելի հայրենակիցներ, սիրելի երևանցիներ, խոսքս ձեզ եմ ուղղում։ Այս օրերին նախաձեռնության հեղինակները եւ նրանց կուսակցական ընկերները ասում են նաեւ թե Հայկ Մարությանը, այսինքն ես, շեղվել եմ հեղափոխական արժեքներից։ Հիմա տեսնենք թե ով է իրականում շեղվել հեղափոխական արժեքներից։ 2018-ի արտահերտ ընտրությունից հետո սկսեցինք աշխատել։ Եվ հանկարծ մի օր իմացանք, որ կառավարության հեղափոխական անդամները գաղտնի որոշմամբ կտրուկ բարձրացրել են իրենց աշխատավարձերը։ Օրինակ նախարարները 1.5 միլիոն դրամ են ստանում։ Խոսքը մաքուր գումարի մասին է, հարկերը հանած։ Փոխնախարարները 1 միլիոն դրամ են ստանում եւ այսպես շարունակ։ Գաղտնի որոշմամբ։ Հեղափոխական նախարարները։ Շեշտում եմ, ես չեմ խոսում պետական համակարգի այսպես կոչված տեխնոկրատ անդամների մասին, որոնք անկախ ամեն ինչից պրոֆեսիոնալ են եւ իրենց աշխատանքի համար պետք է գնահատվեն։ Ես խոսում եմ գաղափարական հեղափոխականների մասին, հեղափոխությանը մասնակցած եւ հեղափոխության շնորհիվ պաշտոն ստացած մարդկանց մասին։ Ուրեմն, բազմիցս այդ հարցը բարձրացրել եմ ՔՊ-ում, թիմի ներսում, տարբեր մակարդակներում, ոչ մի արձագանք, կարծես թե ամեն ինչ այդպես էլ պետք է լիներ։ Բացի դրանից, աշխատանքի ընթացքում բազմաթիվ զանգեր էի ստանում ամենաբարձր ռանգի պաշտոնյաներից, որոնք ասում էին, պարոն Մարության, քաղաքապետարանի այսինչ աշխատակից է, ինչ որ վատ ճակերտավոր կոմենտ է գրել կամ վատ ստատուսի տակ լայք է դրել։ Իրենք պետք է աշխատակից հեռանան։ Տասնյակ նման զանգեր եմ ստացել։ Ինչին ի պատասխան ասեմ ժողովուրդ ջան, հարգելիներս, հեղափոխությունը ախր նաև դրա համար ենք արել, որ հին ժամանակների նման չլինի, երբ քաղաքական հայացքների համար մարդկանց հետապնդում էին, աշխատանքից հեռացնում էին։ Ասում էի ցավները տանեմ, ախր երկիրը Facebook-ով չեն կառավարում։ Ախր ամեն ինչ Facebook-ով չի սկսվում ու վերջանում։ Հարազատներ ջան, ինձ հանգիստ թողեք։ Ես դրա համար չեմ այստեղ եկել։ Ես գործով եմ զբաղված։ Կարճ ասած, մերժում էի նման բոլոր առաջարկները։ Բայց այդ դեռ ծաղիկներն էին։ Հետո սկսեցին տարատեսակ պաշտոնատար անձիկ զանգել եւ իրենց մերձավորների համար արտոնություններ խնդրել։ Այս ծաղիկի բուտկեն էստեղ դնենք, այն շինթույլտվությունը տանք, սա այսքան հարկ ավելացնենք, այս հողը ընդլայնենք եւ այլն։ Եվ բնականաբար բոլոր դեպքերում ստացել են նույն պատասխանը։ Քանի ես այստեղ եմ, ամեն ինչ արվելու է օրենքի ու օրինականության շրջանակներում եւ բոլորը